ջուրը չքանվի ինձ խանգարի ու սկսեմ։ Ողջույն բոլորին։ Սիրելի հետևորդներ, կարծում եմ արդեն իսկ այս կադրից հասկացաք, որ ինչ եմ պատրաստելու եմ ղափամա։ Սիրելի հետևորդներ, ղափաման հին ավանդական կերակրատեսակ է, որը տարածված է Հայաստանի բոլոր մարզերում եւ ոչ միայն, նաեւ Սփյուռքում։ Հին ժամանակներում այն պատրաստել են հիմնականում ծննդյան տոների ժամանակ ու ինչպես գիտեք, իր մասին երգել կա նույնիսկ «Հեյ ջան, ղափամա, համով հոտով ղափամա» շատ հավես երգ է ու մեղրը մեջը ղափամա, ինչեր է հարկավոր եւ ինչպես են այն պատրաստելու, հիմա սկսեմ ու ընթացքում էլ խոսեմ պատրաստման մասին։ Նախ եւ առաջ բրինձը արդեն դրել եմ գրակին, որպեսզի եփվի, ամբողջությամբ չենք թողելու, որ եփվի, թերխաշ կարելի է ասել կամ կիսաեփ ենք անում, որպեսզի դդումի մեջ երկար չթողենք ջեռոցում։ Ձերքի տակ ինչ չրեր, որ ունեք, կտրատում եք, ուզում եք մանր, ուզում եք մեծ, կան պատրաստողներ, որ սկի չիրը չեն էլ կտրում, չեն էլ կտրատում։ Ունեմ սալորի չիր, ունեմ դեղձի չիր, կարող եք ավելացնել ծիրանի չիր, ավելացնում են նաև ընդեղեն, ընկույզ, նուշ, ընտանիքի միասնության ու համախմբվածության խորհրդանիշ ունի նաև ղափաման, էլ կտրատեմ, ճիշտն ասած, դդումս մեծ է, ասում եմ, այսքան օգտակար, այսքան լավ համով բանջարեղեն ու անմղաբախ։ Ուրեմն նախկին հոլովակներից մեկում, որ մայրիկիս հետ գինին ենք քամում ու մաճառը, որին մենք շիրա ենք ասում, խմում եմ մի բաժակ, մի քանի կում խմում եմ, հետո տալիս եմ տատիկս ամբողջությամբ քաշում ա գլխին ու խմում ա, լիքը գրել են, որ ոնց որ կոֆե խմելուց լինես, մաճառը մի անգամից են խմում, կում ես խմում, այսպես, այնպես, բայ այդպես խմում են, ածես մատաղ, խմողը ես չեմ, ոնց որ տյուքացուտիլից ձեզ ասեմ, շատ ծամեցիր, քիչ ծամեցիր, էնխի դրանից կերար, պարզապես մեր ժողովուրդը սովոր ա, որ նստի ոտը գցի ոտին ու պետք չի, տեղին ա, տեղին չի, մտքին է ասի էլի, ենքան որ իրանից դուրս գա։ Հիմա ես կում եմ խմում։ Հա, ինձ մար կոֆե է, ես սիրում եմ, որ վայելեմ, համը զգամ ու մի անգամից գլխից չքաշեմ ու վсё, բրծա։ Այ քեզ բան։ Սիրելի հետևորդներ, չրերը տապակելու ենք յուղի մեջ, կլինի դա յուղ, կլինի դա կարակ, եթե չեք սիրում ոչ մեկը կարող եք ավելացնել ձետ, այնպես որ դա եւս լուծելի է, եթե այս պահին կարակ չունեք կամ յուղ չունեք, պատրաստեք ձեթով, հակառակը չկա, մյուսը չկա մյուսով, ես չամիչն էլ լվանամ արագ ու յուղը մի քիչ տաքանալուց հետո ավելացնում ենք, մի հատ էլ խառնիչ վերցնեմ ժողովուրդ, ավելացնում ենք չրերը յուղի մեջ, աննույթ բանը, ոչ համ ունի, ոչ հոտ ունի, Սիրելի հետևորդներ, բավականին տապակվել է, բրինձս էլ գրեթե պատրաստ է արդեն ջուրը քաշում ամբողջությամբ, այս տապակվող չրերի վրա ավելացնում եմ մի քիչ ընկույզ, ինչքան ունեմ, շատ քիչ էլ տապակում ենք ընկույզի հետ, ինչքան ախորժելի տեսք ունի, բա որ տան հոտը շնչեք ժողովուրդ, ինչքան անուշ բույր ա տարածվել տնով մեկ, մենք ավելացնում ենք հիմա դարչին, գիտեմ, որ դարչինի սիրահարներն էլ են շատ քիչ, բայց սա առանց դարչին
համով չի լինի։ Ովքեր շատ չեն նախընտրում, կարող են դարչինի այն ձողիկներից ուղակի հենց երեսին դնել, այնքան որ համը տա, բայց ես չեմ կարող սա չավելացնեմ։ Ավելացնում եմ շատ քիչ բահար, ընկերներ։ Էլի շատ անուշ համ է տալիս, սրանք էլ նոր եմ առել, դեռ յուրաքանչյուրն իր ամանի մեջ չեմ տեղավորել։ Սև պղպեղի նման ուղղակի շատ քիչ, այնքան որ սուր համ տա։ Ու ավելացնում ենք նաև իմբիր։ Էլի սրա համն էլ շատ չգիտեմ ինչ ասեմ, լրացնում այն բացերը, որը որ կարա լինի ղափամայի պատրաստման ժամանակ, հիմա շատերը կասեն ոչ մի բացել չկա ղափամայի մեջ, ամեն դեպքում կարող եք փորձել այսպես, ովքեր կցանկանան նոր համ ստանալ։ Մի քիչ միատնի համատալի։ Մի հատ էլ այսպես եմ խառնում, վաու։ Օհո, բույրը անասելի, մի քանի հատ էլ մեխակ, դե մեխակը չենք աղում, չենք կտրատում, մի քանի հատ գցում ենք, այնքան որ համը տա, մի 4-5 հատ, ընդիր, ահա և վերջ, ու գրակը անջատում եմ, որովհետև չրերս արդեն ժարիտ դիլիլ, ժողովուրդ չեք պատկերացնի ես ինչ հոտ ունի, գիլուխ տարա չէ, դե հիմա էտա։ Վերևի մասից կտրում հանում ենք, ուզում եք կլոր, ուզում եք ձևավոր, դե տա, խեժնա, լավ էլ փափուկ, այս ինչ լավնա, խեժնանը մամանամ, սյուրուն կտրեմ էլի, եթե իհարկե կարամ գլուխ չգովամ, վաու, մուսկուլս դուս եկավ, հիմա ինչ ենք անում, այս միչուկը ամբողջությամբ ինչքան սերմ ու այսպես ավելորդ մաս կա, հանում ենք, մաքրում ենք, որ ամբողջ զանգվածը խառնենք իրար ու լցնենք մեջ։ Դե ինչ, գնացինք։ Ժողովուրդ բակորիզները որ տնակ։ Ստիեք, հլա կորիզներն ինչքան ամեց, հլա մի կորիզին։ Այ ցանեք սրանից, ցանեք։ Դե ինչ, շարունակում ենք, սկսում ենք մեր գործը։ Ինչ ամես պետք անել, սիրելի հետևորդներ, մեղրով, մեղրը տարածում ենք ուրա։ Մեղրը տարածում ենք դդմի մեջ պատերով ամբողջությամբ, մի անգամից մի քիչ լցնում եմ, որ անընդհատ չթաթախեմ, ու չոտկի օգնությամբ, խոհանոցային այս բրցինի օգնությամբ, ամբողջ պատերով մեկ, տարածում եմ։ Միանգամից չրերը տապակելու ժամանակ այնքան յուղ ավելացրեք, որ վերջում ընդամենը երեսին մի կտորել կարակ տնեք ու վերջ։ Բայց ասեցիք վեր մեր խոհանոցը լավն է էլի։ Ով կմտածեր, որ ազգը կմտածեր, որ այսքան համով բան սարքի։ Դդումի մեջին, ոչ մեկը, մնակ մենք։ Սրան էլ ենք մեղր քսում։ Սա մեր բրինձը, մի քիչ հում է դեռ, շատ քիչ, համարյա թե եփված վիճակում է, ավելացնում ենք, ես, իշկամ համով, բադարչինի հոտն ինչքան ալավը, որպիսի մի անգամ չխառնեմ ու նորից սկսեմ հետո խառնել, ավելացնում եմ նաև մեղրը։ Օպա, մեղրը, որ քսում ենք դդումի մեջ, իրա մեջ համարյա թե հեսա մի բաժակ ջուր է հավաքվել, այդ մեղրը դդումից այսպես երևի իրա հյութը հանում է,
Դե չգիտեմ ինչ անեմ, նաղդի լավ անեմ։ Մի հատ լավ շերեփ վերցնեմ։ Ու այս զանգվածը սկսեմ տեղափոխել մեր դդումի մեջ, որ դառնա ղափամա։ Վաու։ Մնաք լցվի, բա հորը քարքիցեցի, սևը չել գլցվի, ձեզ մատախ ենքան մեծավոր։ Օպաս, լցվի կե մատախ, լցվի։ Սա էլ էստեղ մատներս էլ վառեց։ Օպա։ Վաու։ Այս ինչ անոր բույր ունի, ժողովուրդ, վրայից էլ դնում ենք 2 կտոր կարագ ու մի քիչ մեղր։ Մի քիչ սացի մի բաժակ լցրի։ Փակում ենք իր իսկ կափարիչով, մնամակիթնենք են վերը վրդի էր։ Օհո, մեհետեց, մալադեց։ Ու որպիսի շատ ավելի լավ թխվի ու ամբողջությամբ համերը իրարով անցնեն, ես այն փաթաթում եմ սննդային թաղանթով, ֆոլգով։ Սննդային թաղանթն է չի, փայլաթի թեղով։ Ինչի համար էր սրանով փաթաթելը, որ դդումը դրսից չվառվի ու ներսը հում մնա։ Ամբողջությամբ լավ եփվի, ժողովուրդ։ Պատրաստ է մեր դդումը, ուղարկում ենք այն ջեռոց 200 աստիճանի տակ, 30 րոպե ընդհանրապես մոռանում ենք նրա մասին, որովհետև 30 րոպեում հաստատ եփված չի լինելու։ 250-300-ի տակ որ դնեք, միանգամից թժիխորով կլի ու պիտանի չի լինելու։ Մինչև մեր ղափաման կպատրաստվի, դուք էլ պարապ սպասում եք, ովքեր նոր են միացել ալիքիս, բաժանորդագրվեք, լայքեք և գրեք մեկնաբանություններ, ովքեր պատրաստում են ղափամա, կարող են մեկնաբանություններում գրել իրենց պատրաստման տարբերակը, իսկ իմ պատրաստած ղափամայի բաղադրատոմսը կգտնեք նկարագրություն բաժնում, ապիսանիա բաժնում, այնտեղ կարդացեք, գինեմ մեծ ստուգեմ։ Սիրելի հետևորդներ, վերջապես պատրաստ է մեր ղափաման, ասեմ, որ մոտավորապես մի ժամ մնաց, ժամին նայեմ ու տոչնի ասեմ, ժամ 10 րոպե, բայց ընթացքում 200 մինչև 40 բարձրացրել եմ ջերմաստիճանը, որովհետև էլ չէի համբերում ու մի 15 րոպե առաջ այդ ֆոլգան փայլաթի թեղը բացել եմ։ Հիմա հանենք մեր ղափաման, Օ, բույրը, բա բույրը։ Օպա։ Դա։ Այնքան էլ ծանր է։ Ահա։ Ջեռոց սանջատեմ։ Վայա պրեստու գլուխ ստարար։ Էս ինչ անուշա բույրա։ Ու եթե ուզում եք նաև այսպես տես քշած սիրուն լինի, ժողովուրդ, վերջի պահին հանելուց մի քիչ առաջ մեղր եք կսում։ Պլպլան, փայլուն, կարմիր տեսք հաստանում։ Փափուկ, մամաչկի։ Սա ոնց կարամ տեղափոխեմ մի լավ սինու մեջ։ Հլո տեսի ստիլնովա։ Ինալոգիկի, բարևի բոլորին, ասա բարև ձեզ, ապրես, մի հատ էլ պաչիկ, վսյո, պատրաստ է մեր ղափաման, երևի էլի, բե, Բայ, բացում ենք, Սինիս կուջուրա, պաստորեն, մի վարկյան, օպա,
Վա։ Շիկամասուր։ Արևասկ եղավ, պամաչ։ Դե տանջատի ինձ ֆոտո արասը։ Տեսքից շատ լավն է, մնում է համն էլ շատ լավը լինի ու համ տեսենք, սուրճ խմենք։ Դե տնանք լավն է թե չէ։ Մի քիչ դդումից, մի քիչ փլավից, մի քիչ չրերից, ահա շատ եկավ։ Բարի ախորժակ։ Այս ինչքան է համով։ Ընտիրա, անմահական։ Մնում է բաժանենք ափսեները ու մատուցենք ու անուշ անենք։ Սիրելի հետևորդներ, մեր ղափաման ինչպես տեսակ արդեն պատրաստ է, ասեմ, որ պատրաստ լինելուց հետո, որ ջեռոցից հանում եք, միանգամից մի կտրեք, որովհետև ինքը գոլորշի հավաքված, այդպես հյութ է լինում, շատ ջրալի մաս է լինում, որ մի քիչ թողեք առանց կտրել, ամբողջը դդումը վերցնելու է ու շատ էլ ավելի համեղ է լինելու։ Մի քիչ թողեցի, բայց էլ չհամբերեցինք, որովհետև արդեն ուզում ենք համ տեսենք։ Շատ սիրուն է, շատ լավն է, շատ համով է ու կալորիա բսել։ Ովքեր նոր են միացել ալիքից բաժանորդագրվեք, լայքեք հոլովակներս և գրեք մեկնաբանություններ։ Մեզ բարի ախորժակ, ձեզ էլ հաջողություն։ Մնացեք բարով։